նախարարներ, փոխնախարար։ Նախ դուք ինչքան եք ստացել, պարոն Պողոսյան, որպես փոխնախարար։ Թե ես ինչքան եմ ստացել, դա անձնական տվյալ է, խնդրում եմ հարգանքով վերաբերվել։ Ինչու՞ չեք Անձնական հայտարարելու եմ սահմանված ժամկետում, կհայտարարեմ, այսինքն նայեք, կան կառուցակարգեր, հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձը եւ դրան հավասարեցված եկամուտները ու նաեւ այլ այսպես կոչված հանրային հետաքրքրություն ներկայացնող տվյալներ հայտարարելու, հրապարակելու համար։ Բավականացրեց ձեր ամանորյա ծախսերը հոգալու։ Ես զուսպ մարդ եմ եւ մշտապես բավարարվել եմ իմ աշխատավարձով։ Չէ, կարծում որ դա շատ մեծ գումար է, այսքան։ Որքանը։ Ես նախ չգիտեմ ինչ 3 միլիարդի մասին եք խոսում, հետեւաբար դա չեմ մեկնաբանելու, իսկ իմ աշխատավարձի մասով արդեն պատասխանեցի։ Այսինքն ֆինանսների փոխնախարարը տեղյակ չի, ինչքանն է բյուջեից դուրս գրվել պարգևավճարների համար։ Ֆինանսների նախարարի տեղակալը պատասխանատու է ոլորտային գործառույթների իրականացման խնդիրների լուծման համար, ենթադրում էի, որ դուք գիտեք, որ ես բյուջետային ծախսերով չեմ զբաղվում, ես այլ խնդիրների համար եմ պատասխանատու եւ հետեւաբար անկեղծ չգիտեմ ինչ 3 միլիարդի մասին եք խոսում ու հետեւաբար չեմ կարող մեկնաբանել այն։ Ըստ այդ գաղտնի որոշման, փաստորեն փոխնախարարները 3.5-ից 4.5 միլիոն պարգևավճար են ստացել։ Ճիշտ է այստեղ եք։ Կրկնում եմ, ես չգիտեմ դուք ինչ գաղտնի որոշման ու ինչ բյուջետային ծախսի մասին։ Եթե հրապարակվել է, հրապարակողին խնդրեք թող մեկնաբանի։ Ես ձեզ ուղիղ հարցնում եմ, փոխնախարարները 3.5-ից 4.5 միլիոն Ես չեմ տիրապետում այդ տեղեկատվությանը։ Ես նույնիսկ չգիտեմ իմ գործընկերներ, ես նույնիսկ չգիտեմ իմ համակարգմամբ աշխատող ստորաբաժանման աշխատակիցները ինչքան են ստացել, որտեղ ես հարգանքով եմ վերաբերում իրենց անձնական տվյալների Ես հարցնում եմ, ես էլ ձեզ շատ ուղիղ պատասխանում այլ հարց ունեք 4.5 միլիոն դրամ հորինված է չափազանցությունը։ Ես չեմ տիրապետում այդ տեղեկատվությանը, 3-րդ 4-րդ անգամ եմ պատասխանում։ Դուք այդքան բարգեւավճար եք, ձեր բարգեւավճարը 3.5-ից 4.5 միլիոն դրամ է։ Պատասխանեցի այդ հարցին, քանի անգամ էլ որ այդ հարցը տակ, ես նույն պատասխանն եմ տալու, որ իմ աշխատավարձի վերաբերյալ տեղեկատվությունը սահմանված կարգով կհրապարակվի, իդեպ խոստանում եմ, որ դա կլինի ոչ թե օրենքով սահմանված վերջնաժամկետին մոտ, այլ առաջիկայում, հենց որ ժամանակ լինի, անպայման հայտարարները կլրացվի։ Տարօրինակ չի, որ իշխանությունը, պաշտոնյաները, փոխնախարարները բոլորը գաղտնի են պահում այն իշխանությունը, որ խոսում է թափանցիկությունից, այն իշխանությունը, որ ընդհանրապես հաշվետու է հասարակության համար, չէ՞ որ դա բյուջեից դուրս գրված գումարներ, մենք ձեր անձնական գումարների, ֆինանսների հետ գործ չունենք, մենք բյուջեի փոխերի մասին ենք խոսում։ Մենք քիչ առաջ արձանագրեցինք, որ գաղտնի պահելու հնարավորություն անգամ չկա, որտեղ հակառակը օրենքով սահմանված է պարտադիր պահանջ, որ հանրային ծառայողները իրենց ստացած աշխատավարձի դրան հավասարեցված այլ եկամուտներ, այսինքն պարգևատրոններ, փոխհատուցման գումարներ եւ այլն, որոշ ծախսերի, շահերի, գույքի, ունեցվածքի թանկարժեք իրերի մասին հայտարարներ են ներկայացում։ Խնդրում եմ, թողեք պատասխան։ Որ դեպքում է հուշ գաղտնի։ Հարգելիս, եկեք հարգանքով վերաբերվենք, եթե դուք հարցնում եք ու պատասխանին հարգանքով չեք վերաբերվում, ես Երևի ինձ իրավունք վերապայեմ, այլևս չպատասխանեմ։ Ձեր 3-րդ, 4-րդ անգամ կրկնվող ես տեղյակ չեմ, ես չեմ զբաղվում այդ հարցերով։ Ես չեմ կարծում, որ դա հույժ գաղտնի է։ Շատ լավ, դուք ֆինանսների փոխնախարարն եք, հրաշալի տիրապետում եք, գուցե հրաշալի, գուցե ոչ հրաշալի, մեր երկրի բյուջեի, երկրի տնտեսության եւ մարդկանց աշխատավարձերի, թոշակների մասին ինֆորմացիան հաստատ ավելի լավ գիտեք, քան մենք լրագրողներս։ Դուք շատ այսպես հա օրինաչափ եք համարում այդ միլիոնավոր պարգևավճարները եւ թոշակառուների աշխատավարձը 10,000 դրամով բարձրացնելը Նիկոլ Փաշինյանը արդյունավետ չէր համարում։ Դուք սա օրինաչափ եք համարում։ Ենթադրում եմ, որ հանրային ռեսուրսի ծախսերի դրանց առանձին ուղղությունների ու չափերի մասին մի քիչ ավելի շատ տեղեկացված եմ, քան դուք, բայց կոնկրետ դրվագների, կոնկրետ այս դրվագին, որի մասին դուք հարցում եք, ես ծանոթ չեմ։ Սա մեկ։ Երկրորդը, ինչ վերաբերում է նորմալ եմ վերաբերում առհասարակ նախ չափի մասին համարժեքությանը, խնդրում եմ լսեք, հա, վերջին անգամ եմ պատասխանում ու խնդրում եմ լսեք, եթե այլ հարցեր ունեք, սիրով կպատասխանեմ, եթե չէ գնալու եմ այս պատասխանից հետո։ Ինչ վերաբերում է արդյոք նորմալ է այդ չափով հատուցում տրամադրելը հանրային ծառայողներին, թե ոչ, նախ չափը չեմ մեկնաբանում, որովհետև ես չգիտեմ, անկեղծ չգիտեմ նույնիսկ իմ աշխատողները որքան են ստանում, դες հարգանքով են վերաբերում իրենց անձնական տվյալների պաշտպանությանը, դա, բայց միևնույն ժամանակ կարծում եմ, որ հանրային ծառայողները պետք է ունենան համարժեք վարձատրություն։ Համարժեքը ձեր պատկերացրած միլիոնները չեն։
համարժեք այն իմաստով, որ հանրային ծառայությունը լինի գրավիչ, որպեսզի հանրային ծառայողները ուզենան, ցանկանան երկար ժամանակ մնան հանրային ծառայության մեջ, առաջխաղացում ունենան, իրենց ինստիտուցիոնալ կարողությունները ձևավորեն ու ծառայեցնեն հանրային նշանակության խնդիրների լուծմանը։ Չունենանք կադրերի արտահոսք, որովհետև այսօր ընդգծված այդ խնդիրը ունենք։ Մասնագետները բոլոր այլ հավասար պայմաններում մասնավոր հատվածում բարձրատրվում են անգամներով ավելի բարձր, քան հանրային հատվածում։ Ու շատ հանրային ծառայողներ իրենց ծառայությունը այս պայմաններում շարունակում են, որովհետև ունեն այդպիսի ներքին առաքելություն, ունեն ինչպես ձևակերպեմ, իրենց կատարած գործին նվիրվածություն, պատասխանատվության բարձր զգացում, բայց բոլորը հասկանում են, որ ինչ որ պահի պետք է որոշակի առումով այդ համարժեքությունը լինի, համարժեքություն կրկին։ Ի նկատի չունեմ ձեր ասած միլիոնները։ Ի նկատի ունեմ, որ այնպիսի աշխատավարձ, այնպիսի պայմաններ, որը մասնագետներին կպահի հանրային ծառայությունում եւ արտահոսք չի խրախուսի։ Դուք նկատի ունեք նաև նախարարներին ու փոխնախարարներին, որոնց աշխատավարձը իշխանապողությունից Փաշինյանի գալուց հետո շեշտակի բարձրացել է։